Ողջույն սիրելի հայրենակիցներ, Հայք News լրատվականի ստեղծագործական խումբն այս պահին գտնվում է Մոսկվայում եւ ես հարցազրույցի եմ հրավիրել համահայկական ճակատ շարժման առաջնորդ գեներալ-մայոր Աշակ Կարապետյանին։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան։ Շնորհակալ եմ հարցազրույցի այս հերթական հնարավորության համար։ Պարոն Կարապետյան, ես մեր այսօրվա հարցերը կբաժանեմ երկու մասի։ Նախ խոսենք արտաքին դաշտում ինչ է կատարում Հայաստանի դեմ, Հայաստանի շուրջ, եւ մենք արդեն տեղեկացանք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարեցին, որ այսպես կոչված խաղաղության պայմանագիր այդ փաստաթղթի շուրջ բանակցությունները ավարտված են։ Իմասնավորի Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը հայտարարեց, որ ավարտված են, քանի որ Հայաստանը ընդունել իր բոլոր պահանջները։ Շատ կարճ փորձեմ եւ ձեզ եւ նաեւ մեր հեռուստադիտողին հիշեցնել ինչ պահանջների մասին է խոսքը, դրանցից գոնե ամենակարևորները սահմանադրության փոփոխություն, 350,000 ադրբեջանցիների վերադարձ Հայաստանում, բնակության համար, շատ կարևոր հանգամանք միջազգային հայցերի հետ կանչ Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերի եւ այսպես շարունակ, այդ թվում ընդ որում Արցախի պատերազմում կռված մեր հերոսների հանձնում Ադրբեջանի շարքը շատ է, պահանջները շատ են։ Հարցս հետեւյալն է. եթե մենք այս տրամաբանությամբ են այս իշխանությունները գնացել ստորագրելու այդ փաստաթուղթը, ինչ է սա նշանակում, պարոն Կարապետյան, դեր գնահատմամբ, սա խաղաղություն բերող փաստաթուղթ է, թե ուղղակիորեն Հայաստանի արժիվ դրվել է կապիտուլյացիոնի փաստաթուղթ։ Արմեն ջան, ես նախկին ելույթների ժամանակ ասել եմ, որ Հայաստանի հետ ոչ մեկ չի բանակցում։ Քանի որ Հայաստանը հրաժարվեց միջնորդներից, մարտի դաշտում պարտվածի կողքը, եթե չկա միջնորդ, իր հետ ոչ մեկ հավասար է չի խոսելու։ Տեսեք, ռուս-ուկրաինական հարաբերությունների մեջտեղը այսօր Միացյալ Նահանգներն են, որը իր վրա վերցնում է միջնորդի դեր։ Ճիշտ է, կարող է մի քիչ կողմնակալություն պահի միջնորդը, հնարավոր է, բայց միևնույնն է միջնորդը չի կարա չգնա արդարության, որտեղ դա իր միջազգային այդ թվում իմիջի վրա կազդի։ Բացի դրանից միջնորդը որպես օրենք դառնում է այդ պայմանագրի երաշխիք։ Եթե կողմերից մեկը խախտում է պայմանագիրը, ուրեմն միջնորդը իրավունք է ստանում, խառնվի այդ հարցի մեջ։ Ցանկացած ձևով դիվանագիտական, զինված ուժերի միջոցով եւ այլ։ Ինչ վերաբերում է այդ փաստաթղթին, որը որ կա, ակնհայտ կապիտուլյացիայի փաստաթուղթը, որտեղ ոչ մի կետ չի համապատասխանում հայերի ցանկության եւ հայերի նպատակներին եւ չկա ոչ մի առաջարկ այնտեղ կամ կետ, որը ընդունված լինի մեր կողմից առաջ դրված։ Դա նշանակում է, որ խոսքը գնում է լիովին կապիտուլյացիայի մասին։ Ալիևի նոր տարվա շնորհավորանքը, որը փաստացի սպառնալիք էր Հայաստանի վրա։ Ասեմ, որ Ալիևը գործել է եւ կատարել է մեծ սխալ։ Ինչի հետ կապված։ Որովհետեւ միջազգային օրենքների համաձայն, եթե խաղաղության պայմանագիրը կնքվում է կամ փաստաթուղթը կնքվում է ուժի սպառնալիքի տակ, այդ փաստաթուղթը չի կարող համարվի, եթե խաղաղության պայմանագիրն է վերաբերվում, ապա խաղաղության պայմանագիր։ Դա ինչ է նշանակում, այո, ոչ լեգիտիմ փաստաթուղթ է, միջազգային օրենքի համաձայն, եւ ինքը մանավանդ վերջի 2 ամիսը, չեմ ասում միշտ, բայց վերջի 2 ամիսը ակնհայտ սպառնացել է ուժի կիրառմունք։ Դա մեր վաղկոտ երկրի ղեկավարներն էլ, որ իրանց անգրագետալով համարում է ամենաանկախ կառավարությունը աշխարհում, հասկանում եք, գիտեք փողոցում էլ այդպես մարդն ինչքան անգրագետ է լինում, այնքան իրան անկախ է համարում։ Այդպես է։
Ու փաստորեն մեզ պարտադրեցին իդեմս մեր երկրի իշխանության հանուն իրանց աթոռների պահպանման պարտադրեցին համաձայնվել այդ կետերին դա փաստաթուղթ է որը կոնկրետ ես որպես Հայաստանի քաղաքացի լեգիտիմ չեմ համարում միակողմանի զիջումներ են անում գալու ենք իշխանության եւ ինչ էլ ստորագրի Նիկոլ Փաշինյանը ինչ էլ ստորագրի այդ բոլորը հետ են կանչվելու այսինքն կա այդ հնարավորությունը Կարապետյան իրավական տեսանկյունից համաձայն միջազգային օրենք ու պարտադրելու ենք Ադրբեջանին նստի քննարկի նոր պայմանագրի նոր խաղաղության պայմանագիր ինչ հանցագործություն տեղի ունեցավ իմիջիալոց թե երկրի մեր ղեկավարի կողմից եւ թե Ադրբեջանի ղեկավարի կողմից որտեվ նման փաստաթղթի կնքումը չի բերում համերաշխության երկու ժողովրդի մեջ մինչդեռ այսօր իշխանության ներկայացուցիչները պարոն Կարապետյան հիշեցնեմ ձեզ ասում են այս սկսվեց խաղաղության դարաշրջանը նորից եմ ասում չի բերում խաղաղության մեջ որտեվ խաղաղության պայմանագիրը իր մեջ կարա պետքա ներառի արդարություն հասկանաք արդարություն չկա կա մի կողմի պահանջ ու դա հանցագործություն է սեփական ժողովրդի դեմ երկու ղեկավարների կողմից ես գտնում եմ պատերազմը ուղղակի հետաձգվեց մի քանի տարով այսպես ասեմ բայց մենք դեռ տեսնելու ենք Ադրբեջանի հետ նոր պատերազմներ ու դա այդքան երկար չի տևելու այդ ժամանակահատվածը ես կարծում եմ որ Նիկոլ Փաշինյանը մեր ազգի պատմության մեջ ամենամեծ դավաճանն եւ դա գրվելու է մեր պատմության մեջ գրվելու է ինչ էլ ինքը անի ինքը միակ ղեկավարն է հայոց որը որ թուրքերի դեմ կզեց միակ ղեկավարն եւ չկա մեր պատմության մեջ նման ղեկավար մեր ղեկավարները թուրը ձերքին զոհվել են բայց չեն հանձնվել մեր ղեկավարները գերավարվել են բայց չեն հանձնվել այսօր մենք տեսնում ենք Բաքվի բանտում մեր գերավարված տղաներին որոնք չեն հանձնում ճիշտ է մենք նրանց հանդեպ տարբեր կարծիքներ կարանք անենք տարբեր բաներ այդ հարցերը մենք կտանք երբ որ իրանք կվերադառնան Հայաստան բայց չեն հանձնում մենք դա տեսնում ենք իսկ ինքը ապրելով հրապարակի կենտրոնում ապրելով այն կառավարական դաչաներում ոնց որ ժողովուրդն է ասում 18 թվից հետո ոտից գլուխ փոխվելով հա չեմ ուզում որպես մասնագետ եմ ասում որպես հետախույզը նայում է արտաքին տեսքի իրա մի հատ տեսքը նայեք ինչ եղել 18 թվին հակու կապը ու հիմա նայեք ու գնահատական տվեք հետաքրքիր է ձեր գնահատականը կերպարանափոխության հետ կապված որն է կերպարափոխ դե դուք տվեք ես չեմ ուզում ես իմ կարծիքը ունեմ մասնագիտական այդ մարդը հանցագործ այդ մարդը կատարել է պետական դավաճանություն այդ մարդը չի զբաղվել իր քաղաքացիներով որոնք դժբախտության մեջ են հայ ժողովուրդը այսօր շատ ծանր վիճակի մեջ է սեփական կառավարությունը դատում է նստացնում է ոնց որ ինքն է սիրում ասել Չագուչը ձեռը բանա գալի ասում սիմվոլ է Չագուչի սիմվոլ ինքը հասկանում Արարատի սիմվոլ չի հասկանում հասկանում եք ասում սիմվոլ է դու Չագուչը սիմվոլ է Արարատը սիմվոլ չի մարդկանց ասում ասֆալտով փռեմ գեդին Ալիվն էլ այնտեղ է դատում Մեզ ժողովուրդը ընկել է երկու իշխանության կողմից դատվում են երկու իշխանություն հետապնդում է հայ ժողովրդին հասկանում եք ինչ է կատարում նման վիճակի մեջ աշխարհում ոչ մի ժողովուրդ այսօր չկա
Որովհետև ներսից է թշնամին։ Մեր նորից եմ կրկնում, երկու իշխանություն այսօր դատում են հայ ժողովրդին 2.7 միլիոն ժողովրդի վրա լիքը քննիչ եւ դատախազ կա։ Ու արդյունքը սա է։ Ու Նիկոլ Փաշինյանը 18 թվականից հայտարարեց կոռուպցիայի դեմ պայքար, այսօր ասում եմ միջև վերջի կոպեկը պիտի վերադառնան, ճիշտ ասած զզվել ենք արդեն իր այդ լոզունգից, դա իր ժողովուրդն է չի հավատում այլևս։ Չէ, զզվել ենք։ Դե գնա արա, ինչ մի բան է, լսի, մենք թողել ես սահման ես, հող ես անցնում, ասում ես համաձայնում ես ստրատեգիական դավաճանության, եկել ես ասում ես ինչ որ մեկից, չգիտեմ, դե կեթամ Range Rover կձեռս կվերցնեմ։ Գնա եկալ։ Ասում եմ, սեփական ժողովրդի հետևից է։ Ինքը ինչ արեց այդ լոզունգը։ Դա ինչի էր պետք իրան։ Ինքը կոռուպցիայի դեմ ոչ մի պայքարի նպատակ էլ չուներ։ Ինքը ուզում էր չեզոքացնել այն մարդկանց, որոնք կարող է իրոք այդքան էլ սուրբ չէին, կապված, ասենք, կենցաղի հետ, կապված, չգիտեմ, այնտեղ ինչ որ սոցիալական հարցերի հետ։ Հնարավոր է, բայց իրանց 90%-ը մի քանի պատերազմի մասնակից էր։ Իրանք հաղթանակի հոգի սպասարկող էին, օրինակ հայ գեներալից հետ։ Մարդիկ մի քանի անգամ վիրավորված, մի քանի պատերազմ անցած։ Այսօր բոլորը նստած են կամ քրեական գործերի տակ են, կամ տնային կալանքների տակ են։ Դուք տեսեք ինչ արեց, դուք նա հանեց 18 թվից նա պատրաստում էր հանձնել Արցախը, դա ակնհայտ է։ Հիմա ես հասկանում եմ, ինչի ասենք իմ առաջարկները 18 թվականի այդ կոմիսիայի բաները ինքը բաներ անում, չեր ընդունում։ Այն ժամանակ մենք բոլորս 18 թվականին հավատում էինք։ Բայց մենք մեծ սխալ թույլ տվեցինք, բոլորս ամբողջ հայ ժողովուրդ։ Մենք ոչ թե պետք է Իրանի նախորդին հանեինք, գցեինք մենակ։ Այս 4 հոգուն էլ տանեինք, որոնք եղել են հայոց հայրի այսօր Հայաստանի ղեկավար այս վերջի 33 տարվա մեջ, 4-ն էլ պատմի դեմ տայինք։ Ասենք, որտեղ չեմ հազիվ եմ ինձ պահում չվիրավորել։ Իրանք 4-ով են բերել այսօր մեր այս վիճակի։ Իրեք Հայաստանում այսօր շատ է քննարկում ով բերեց Նիկոլ Փաշինյանին։ 4-3-ով բերել են այս մի հոգու։ 3-ով։ 3-ի արածները որ նայենք այդ 33 տարվա։ Ուղղակի սա չգիտեմ, մեջներից երևի ամենա բաննա ոնց ասեմ որ չվիրավորվի չեմ ուզում ես գիտեք բաննա չվիրավորել հա որ կներեք այն ինչ որ գլխի մեջ է դուսա տալի դուք բացառում եք արտաքին գործողություն անում արտաքին ուժերի գործոնը բացառում եք Փաշինյանին բերելու հարցում չեմ բացառում ես ձեզ ասեմ Բակո Սահակյանի հետ 16 թվականին իր կաբինետում Ղարաբաղում եղավ խոսակցություն ու իր մեջ այն ժամանակ Բակո Սահակյանին ասեցի Սերժ Սարգսյանի գնալուց հետո մենք ամեն ինչ պետք է անենք որ հանկարծ երկրի ղեկավարը չլինի թուրքի դրացում ինչ որ բան կանխատեսում եք այո 16 թվականին մենք խոսել ենք Բակո Սահակյանի հետ այդ մասին Բակո Սահակյանը շատ զարմացավ թե ես ինչ եմ ասում ասես բան կարծեմ ոնց է հնարավոր ասին սաղ գնահատականները դրան է բերում Աստվածտա ինքը վերադառնա Հայաստան ու կարանք այդ հարցը իրան տանք Հետաքրքիր էր Պարոն Կարապետյան, դուք ձեր խոսքում ասացիք պատերազմի հետ կապված, որ կարծես թե այս փաստաթղթով որոշ ժամանակով հետաձգվեց պատերազմը, թեպետ ձեր գրեթե բոլոր հարցազրույցներում, ելույթներում շեշտում եք այն մասին, որ Ադրբեջանը հող նախապատրաստվում է
պատերազմի համար։ Ես այստեղ մի քաղաքական զուգահեռ կուզեմ անել, Սիրիայի իշխանությունները, որոնք գիտենք թուրքական դրածոներ են, այսպիսի մի իրավիճակ ստեղծեցին, որպեսզի ազատվեն Ասադի ռեժիմի աջակիցներից ուղղակի ցեղասպանական ցեղասպանություն իրականացրին եւ ալավիներին 10,000-ից ավելի մարդ է սպանվել, որտեղ իրենք դիտում են, որ ալավիները Ասադի այսպես կողմնակիցներ են։ Հիմա հնարավոր չէ համարում հետեւյալ զարգացումը։ Ալիևը, որը նույնպես հայտարարում է, թե Հայաստանում կան ռևանշիստական ուժեր, եւ իդեպ նաեւ հայտարարեց, այ եթե Հայաստանի իշխանությունը չազատվի այդ ռևանշիստներից, մենք ինքներս ենք ամեն ինչ անելու նրանց ոչնչացնելու կամ մեկուսացնելու համար։ Հիմա այս ամբողջ պատրվակը իրենք կարող են օգտագործել ռևանշիստներից տարածաշրջանը ազատելու, տարածաշրջանում այսպես կոչված խաղաղություն հաստատելու համար ուղղակի հարձակում Հայաստանի վրա եւ իր համար նախընտրելի տարածքները կոնկրետ Սյունիքը պոկելու համար։ Այս տեսանկյունից չեք կարծում, որ պատերազմը այնուհանդերձ կախված է, անկախ նրանից խաղաղության այդ թուղթը ստորագրվում է, թե ոնց մեր գլխին կանգնած է այդ վտանգը։ Անունը ես չասացի, այս փաստաթուղթը կոնկրետ այսօրվա փաստաթուղթը հետաձգում է պատերազմ։ Ես ասեցի ստորագրելու դեպքում։ Սա տարբեր բաներ են։ Ես ուզում դրա ուշադրությունը դրա վրա հրավիրեմ, հա։ Հա, փաստաթուղթը իրանք համաձայնեցրել են իրար մեջ։ Բայց փաստաթուղթի ստորագրումը կարող լինի միայն ռեֆերենդումից հետո։ Դա ադրբեջանական կողմը երեք կարծեմ։ Սահմանադրության հանրաքվե։ Հա, սահմանադրության հանրաքվեն միջև չլինի, այս փաստաթուղթը երկկողմանի ստորագրության ենթակա չի։ Ադրբեջանի դիրքորոշումը դա է։ Դա ինչ է նշանակում։ Ինչի Ադրբեջանը հիմա ասենք ինչ պահանջ դրել է, ասենք ասել են հա։ Ասում էլ մեզ չի որ ինչ որ բան կարա հիմա ասի, որ հայերը չեն, ասել են 350,000 վերադարձնենք, ասել են հա։ Ասել են զինված ուժեր չպետք է ունենաս, ասել են հա։ Դե մենակ ունենաս ոստիկանական ուժեր։ Ասել են, ասում են հա։ Ինչ ասում են հա։ Ասում են, հիմք չունի, որ ասի հայերը այս կետը չեն կատարում։ Բայց ինքը կարծում եմ, ուղղակի հիմա ասեմ, կարող է հուշեմ ադրբեջանական կողմին ինչ քայլեր անի։ Դրա համար չեմ ուզում ասեմ, ինչ քայլեր կարող է անի։ Հակառակ դեպքում ես իրանց կհուշեմ։ Բայց կարծում եմ, որ իրանք հասկանում են այս ինչ որ ես պետք է ասեմ։ Ու այսօր Ադրբեջանին էլ էր պետք, որ հայտարարի, որ Հայաստանի հետ եկել է համաձայնության։ Ինչի համար, որտեղ ադրբեջանցիները մեզանից ճկուն են արտաքին աշխարհում, որտեղ Ադրբեջանի ղեկավարությունը մեր ղեկավարությունից 10 անգամ խելոք է։ 10 անգամ խելոք է։ Դուք նայեք Ալիևի կրթությանը, նայեք մեր ղեկավարի կրթությանը։ Նայեք իրանց արտգործ նախարարի կրթությանը եւ անցյալը նայեք մեր արտգործ նախարարի անցյալին։ Ու տենց շարունակ, չեմ ուզում, անձերին չեմ կպնում, իսեր ասում։ Չեմ կպնում։ Նայեք, բոլորին նայեք, մի հոգու մերոնցից ասեք, որ ասենք մեր այս պաշտոնյան իրանցից գրագետ է, մի հոգու անուն տվեք, մի քաղաքապետի անուն տվեք, մի մարզպետի անուն տրվեք, որը կարա ասի ես Ադրբեջանի գյուղապետից գրագետ մարդ եմ։ Կարան իզնից նեղանան, ես նկատում եմ քպայականներին, ես չեմ խոսում, ասենք այնտեղ, որտեղ ինչ-որ կրթված մարդիկ կան, բայց դրանք քպեից չեն։ Թող մի հոգու անուն տան, մի գյուղապետի անուն, որ իրանց դրածուն է ու ավելի գրագետ է, քան մյուս գյուղապետ։ Կամ քաղաքապետեր են ուզում դնել։ Քաղաքապետեր են ուզում դնել։ Հանցագործ անցյալով ոչ մի սրբություն չունեն։ Ոնց կարան սրանք նրանց դեմ խոսան։ Իսկ Ալիևան չի գնաց դրան, արտաքին աշխարհի վերադառնում եմ մտքիս։ Արտաքին աշխարհի փոփոխման պատճառով։ Իրանք դա շատ լավ զգում են։ Հա մենք գիտեք միշտ ասել ենք, մեր պապերն ասել են, որ թուրքերը միշտ լավ դիվանագետներ են։ Ասել են, որտեղ իրանք էլ են հասկացել։
այն ժամանակ հասկացել են 15 թվականին հասկացել են հենց այդ Աթաթյուրքի այդ ճկունության արտաքին հասկացողության պատճառով այսօր Թուրքիան գոյություն ունի։ Երբ որ պետք եղավ կարմիր դրոշը բարձրացրին։ Ադրբեջանը երբ որ պետք եղավ կարմիր դրոշը բարձրացրեց։ Մենք չէ։ Մենք մենն էր կարմիր, բայց լիովին հակառակն էր։ Իրանք դա տեսան։ Իրանք տեսան եւ արտաքին աշխարհի փոփոխման համահունչ իրանք հայտարարին աշխարհին, որ մենք հայերի հետ եկել ենք համաձայնության ու ներկայացնում են այնպես, ոնց որ հայերի պահանջները կատարել են։ Այնինչ ամբողջությամբ միակողմանի ամեն ինչ հակառակն է։ Այո։ Ամեն ինչ հակառակն է։ Մերոնք հույս են պահել, որ Ադրբեջանը կարող է, ասենք, ինչ որ մի տարածք մեզ հետ տա, չտալու։ Ես ոնց ասեմ ձեզ, վստահության աստիճանս այնքան մեծ է, ուրախ կլնեմ, եթե սխալվեմ այս հարցում, բայց ադրբեջանական կողմը գնում է իր նպատակին թուրքերի հետ միասին։ Իրանք վերացնում են հայությունը այդ տարածքում։ Իրանք չեն տեսնում Հայաստան այդ տարածքում։ Այս պայմանագիրը նույնիսկ եթե մենք ընդունենք սահմանադրությունը եւ նույնիսկ մենք սահմանադրությունը ասենք թե իրանց ուզածով անենք, հետո այս պայմանագիրը ստորագրենք, ես կարամ ասեմ ինչա լինելու դրանից հետո։ Դրանից հետո հայ ժողովուրդը չի ունենալու զինված ուժեր։ Սերունդա փոխվելու, մենք մոռանալու ենք ռազմական արվեստը։ Հիշում եք Թուրքիայում էլ հայերին արգելվում էր զենք կրել, ռազմական ուսումնարաններում սովորել։ Եվ եկավ այն պահը, երբ որ մենք այդ ամեն ինչը մոռացանք, դրին մեզի մորթին։ Նույնն են անում։ Զինաթափելուց հետո։ Այո, զինաթափելուց հետո իրանք չեն թողելու Հայաստանը ունենա զինված ուժեր, փաստացի այդ տեխնիկա չկա, զինված ուժեր չկա։ Դա ոստիկանական ուժերը։ Ունենալու է ոստիկանական ուժեր, ռազմական ուսումնարաններում ոչ մեկ չի սովորելու, ռազմական մասնագիտություն ձեռք բերելը մեր ժողովրդի մեջ արդեն այսօր չի ողջունվում։ Սպայի պատիվը այնքան է ընկած։ Մենք չենք հասկացել, որ սպան դա ազգային հարստություն է։ Եվ գեներալ կոչում ստանալ այսօր վարկաբեկիչ, արդեն դու վարկաբեկվում ես ժողովրդի մեջ։ Եթե դու գեներալի կոչում ունես, դու բան ես։ Ոնց որ արդեն պիտակ են կպցնում բրեդ, չեն հասկանում, որ զինվորական կոչումը դա մարդը 30 տարի ծառայելուց հետո, 30 տարի, 25 տարի ծառայելուց հետո գալիս է դրան։ Չեն հասկանում, որ մի կանիստր կներեք բենզինի համար, չես կարա լեյտենանտ եւ ավագ լեյտենանտ դատես։ Չի կարա ոստիկանը մտնի սպայի տունը խուզարկի։ Չի կարա։ Իսկ այսօր մեր սպաները ամենաանպաշտպան հայ ազգի զանգվածն են։ Զինված ուժերի մասին եմ խոսում։ Հասկանում եք, 10 տարի ընկել են գեներալների հետևից, ասենք Մանվել Գրիգորյանը, էսա, Սերան Սարոյանը, էսա, կոռուպցիան մեր ժողովրդի համար դարավ ազգային նպատակ, դա վիրտուալ նպատակ, չհասկացանք, որ կոռուպցիայի դեմ պայքարը դա մեթոդ է հասնել նպատակին, ոչ թե նպատակ է։ Չի կարա ժողովրդի նպատակը լինի, ազգային նպատակը լինի կոռուպցիայի դեմ պայքար։ Դա գործիք է, որը պետք է նպաստի, որ դու հասնես քո ազգային նպատակին։ Անգրագետ մարդը դա սարքեց ազգի նպատակ, ազգն էլ հավատաց։ Ու մենք ոչնչացրեցինք բոլոր մարտական գեներալներին, բոլոր մարտական սպաներին, բոլորը բանակից դուրս եկան։ Այսօր մտնում ես պաշտպանության նախարարության մեջ զինվորական անցյալով եւ զինվորական կրթության մարդ համարյա չկա։ Այ դրան են հասել, այ դա են անում թուրքերը։
շատ հեռու գնացող իրանք ունեն ստրատեգիական պլաններ։ Պարոն Կարապետյան, կուզեմ հետևյալ հարցը ձեզ տալ, որտեղ դուք ինքներդ մեր ռազմական հայտնի գործիչներից եք եւ ուզում եմ ձեր կարծիքը հետևյալ վտանգի հետ կապված իմանալ։ Բաքուն Հայաստանից պահանջում է արտահանձնել Արցախյան ազատամարտի մեր հերոսական պայքարի մասնակից ռազմական գործիչներին։ Մեր համար այդ մարդիկ հերոսներ են։ Առանց անկախ նրանից թե Աննա Հակոբյանը ինչ էր ասում, հանուն ոչինչի կրված կամ զոհված տղերք։ Հիմա այդ մեր ռազմաքաղաքական էլիտային, որի ձեռքով այո կոփվեց մեր հաղթանակը, Բաքուն ասում է նրանք ռազմական հանցագործներ են, դուք պետք է հանձնեք։ Ավելին ասվում է այդ հարթության մեջ եւ նաեւ Բաքվում ընթացող բանակ այդ գերիների այս շոուն, որը դատավարություն չէ իրականում, այդտեղ էլ պիտի մեզ հետ համագործակցեք։ Հիմա ես հետեւյալ հարցը ունեմ այդ արտահանձնման հետ կապված, դա ընդհանրապես իրավական եւ բարոյականը անշուշտ, բայց իրավական առումով եւս ունի այդ պահանջը Հայաստանի իշխանության առաջ դնելու իրավունք Ադրբեջանը եւ ինչ է կարծում, սա այստեղ մենք արդյոք գործ չունենք դարձյալ Ալիև եւ Փաշինյան հերթական համագործակցության հետ, ինչը մենք գրեթե կարելի ասել բոլոր հարթություններում, բոլոր ոլորտներում նկատում ենք։ Հարցազրույցներից մեկի ժամանակ ես ասացի, որ գալու է ժամանակ, որ Ադրբեջանին ենք հանձնելու ցեն շարունակվի բոլոր նրանց, որ մարտնչել են Արցախի համար։ Ես դա ասել եմ 2 տարի առաջ։ Ձեր կանխատեսում փաստորեն իրականանում է։ Եվ այսօր մենք դրա ականատեսն ենք եղել։ Ես վերջի ժամը մի շաբաթ, 2 շաբաթվա մեջ ես ասում եմ հետևյալ նախադասություն. Եթե կա օրենք, բայց չկա արդարություն, այդ օրենքը չի կարա համարվի օրենք։ Ինչ եմ ես ասում, կապ չունի իրավական հիմք ունեն, թե չունեն։ Եթե չկա արդարություն, նորից եմ ասում, օրենքը չի կարա համարվի օրենք։ Չի գործի։ Չի գործում։ Հասկանաք, ոչ թե չի գործի, այդ օրենքն էլ է միշտ լինում է մեկ էլ անարդարության կողմը։ Հա, իրավաբանությունը ինչ է, շատ դեպքերում նա կարա լինի ոչ արդարության կողմը։ Հասկանում եք իրար։ Այդ դեպքում նա չի կարա համարվի օրենք, իմ ասածը դա է։ Եթե նույնիսկ ադրբեջանական կողմը գտնի օրինական հիմքեր, օրինակ եմ ասում, որտեղ ես չեմ կարա իրավաբանական գնահատական տամ այս հարցին, ես իրավաբան չեմ, ոչ էլ այսօրվա մեր երկրի ղեկավարն է, որ վերցնեմ անգրագետ բաներ տամ, գնահատականներ տամ, այն բանից որ չեմ հասկանում։ Հա։ Պետք է լինի արդարություն։ Դրա համար այստեղ արդարությունն է կարևորը։ Այսօր Հայաստանի իշխանությունը դատում է Արցախում կրված մարդկանց։ Այս 2 օր առաջ կարծեմ ինչ որ ստեղ Արայիկ Հարությունյանի մամուլող խոսնակին էին։ Երեք Հայաստանի հարցումով կալանավորել։ Արցախի հրամանատարներին բոլորին դատում են։ Կամ Բաքվում, կամ Հայաստանում։ Զուգահեռաբար Երևանում։ Այո։ Արցախում դուրս գալուց արցախցիները դուրս էին գալի։ Քրեական գործերը ուրեմն հետները բերել են։ Զինվորականների անձնական գործերը եւ ամբողջ բազան թողել են բանում Արցախում։ Ես ինչքան գիտեմ, գաղտնիության ռեժիմի համար Հայաստանի Հանրապետությունում կա պատասխանատու։ Կանարեք, ես չեմ ուզում ինչ-որ մեկին դատեն, բայց ես մի օր չլսեցի, որ մի քննիչի դատեն, մի դատախազի դատեն, ԱԾ-ի աշխատակցի դատեն։ Չեմ լսում, ես չհասկացա, այդ սաղ կոռուպցիան։ Մեկ էլ մեր ազգի բանը կենտրոնացված է զինծառայողների վրա։
Չեմ հասկանում։ Ոչ մի դավաճան չբռնեցին 30 տարվա մեջ, մի դավաճան ԱԱՑ-ում չեն բռնել։ Բայց բռնում են նրանք, իդեպ, որոնք Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները չեն, վերջերս ԱԱՑ-ի ինչ-որ մի Եթե իրանք այդքան սուրբ են, թողան իրանք բանակում ծառայեն։ Չեմ ուզում կպնեմ ինչ-որ կոնկրետ աշխատակիցների եւ այլն։ Մի օր չլսեցինք, որ ինչ-որ, չգիտեմ, հայտարարում են 50 հոգի դավաճան բռնենք հայկական բանակում։ Կարծեմ մի տարի առաջ։ Դու հայմալ հայտարարեն քանի հոգի են դատել։ Լավ ինչու է դա արվում, պարոն Կարապետյան։ Ում համար է արվում։ Դա արվում է նրա համար, որ այդ դատավարությունները Արցախի բանակի հետ կա։ Եթե դու Արցախը Ադրբեջանի տարածք ես ճանաչել, դու ինչ գործ ունես արցախցիները ոնց են կռվել։ Հիմա հարց եմ տալի։ Դու ասում ես նա մեր քաղաքացին չի։ Ճիշտ եմ ասում։ Ինչ գործ ունես, այս մարդը ոնց է կռվել Արցախում։ Դու ով ես։ Սա արվում է, որ ժողովրդի մարտական հոգին կոտրի։ Իսկ գալով այդ կներեք ինքը հասկանում է, որ ժողովրդի իրան ընկալում է որպես դավաճան։ Իսկ դավաճան իրան ով ընկալում, ով որ հայրենասեր է։ Ես ասեմ ձեզ, ճիշտ ասեցի, ԱԱՑ, չգիտեմ ընդդեմ, բայց ասեմ շատ թասիբով եւ շատ լավ տղեկ ճանաչում են այնտեղ։ Եվ մեծամասնությունը այդպիսին են։ Թող չթողա որ ես ասում ԱԱՑ-ն վատնա։ Թող չթողա որ ես ասում եմ ոստիկանությունը վատնա։ Ես շատ սպաներ գիտեմ, որոնք կռվել են մեր այդ հավասար խրամատում են նստել։ Եվ շատ թասիբով տղեկ գիտեմ։ Ուղղակի իրանք են այնտեղից դուրս գալի։ Քննիչներն են դուրս գալի։ Քննիչները քննչական կոմիտեի ղեկավարի գլխավորությամբ զենքն առը գնացել էր 44 օրվա պատերազմի ժամանակ կռվում էր։ Ես դա տեսել եմ իմ աչքով։ Բայց չեմ ասում իրանք սա պատմեն, բայց մեջները կան մարդիկ հատուկ կենտ, որոնք Նիկոլի քաղաքացու։ Իրանք Նիկոլի հետ այսօր հավասարաչափ մեղավոր են։ Իրանք են համ շեստյորկա են, հələ Նիկոլը գոնե չեն կարող ասենք շեստյորկա է։ Համ շեստյորկա է, համ էլ դավաճանը։ Նիկոլը մենակ դավաճանը։ Հասկանում եք տարբերությունը։ Իսկ շեստյորկա դավաճան ավելի վտանգավոր է ազգի համար։ Այո, եւ նրանք պատասխանատվություն են կրելու, կարծում տասված իշխանապողություն լինի։ Անպայման, ով էլ գա, գիտեք, ով էլ գա, ինքը զբաղվել է այդ հարցերով։ Ինքը այդ շեստյորկեքին անպայման դատել է։ Նիկոլի գլխավորությամբ։ Կա այստեղ համաձայնություն։ Դուք տեսնում եք նման համաձայնություն Ալիև-Փաշինյան, հա, այդ տանդեմի մեջ մեր հերոսներին հանձնելու հարցում։ Գիտեք, ես տեղեկություն չունեմ, այսպես ասեմ, փաստացի տեղեկություն չունեմ, իսկ ես առանց փաստերի սովոր չեմ խոսալ, հա, բայց որ հավանականությունը, որ նման պահանջի դեպքում միայն երկրի ղեկավարը կհամաձայնվի, իմ մեջ ճիշտ ասած կասկածանք չկա։ Ես ոչ թե կասկածանք չկա, հավանականությունը ահավոր մեծ է։ Որտեղ նա նես բաների է համաձայնվել, որ ոնց ասեմ, երևի աբսուրդի աստիճանը բանանում։ Ես ձեզ ասեմ, ինքը իրան եվրոպացի երկիր է ուզում սարքի, չգիտեմ ինչ է, հիմա ոնց որ այդ լոզունգը գնաց երկրորդ պլան, որտեղ հասկացա, որ դա սուտ է, հիմա թուրքական երկիր ենք սարքում։ Հա, հիմա լոզունգը փոխել է։ Հիշում եք այն գիրքը, որ նվիրեց Էրդողանը Նիկոլ Փաշինյանին, ես խնդրում եմ հավատակ, նկարով չեմ ուզում ցույց տամ։ Չեմ ուզում նկարվեմ, կներեք նման ֆոնի վրա չեմ վիրավորում Էրդողանին, բայց չեմ ուզում իր այդ իրավունք ունեմ։ Դե իհարկե։ Հա, իրավունք ունեմ, չեմ ուզում նկարվել։ Ճիշտ է, հայ գեներալը չպետք է նկարվի այդ ֆոնի վրա։ Այն ինչ որ ինքը անում է հայ ժողովրդի դեմ այսօր, ես չեմ ուզում իր կողքը իր նկարի մեջ լինի։ Դա համար հակառակն եմ ցույց տալի։ Հասարեն դա այդ գիրքն է։ Սա այդ գիրքն է, հակառակն եմ ցույց տալի։ Ես կարդացի այդ գիրքը, չգիտեմ Նիկոլ Փաշինյանը կարդացել է թե չէ։ Սրտին սեղմել էր։ Հա, ես կարդացել եմ այս գիրքը։ Եվ ասեմ ձեզ տպավորությունս իմ սպասելիքը շատ ավելի մեծ էր կապված բովանդակության հետ կամ նպատակների հետ կամ բայց դա մի բան է որ Թուրքիան նեղացած է իրան խիչ են թողում որ ինքը աշխարհում լինի հարց լուծող
Ինչ կապ ունի Հայաստանի ղեկավարը հարց կտանք այս գրքի հետ հայերիս հետ կապված որևէ դիտարկում կա բացարձակ մեղավոր համարեն հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը այդ հարցերում ինքը շատ Էրդողանը խելոք մարդ է մենք մեր հակառակորդն է բայց խելոք է դա հասկանանք խելացի մարդ է ինքը սա տվել է մեր երկրին ղեկավարին ասելա գնա կարդա որ հասկանաս իմ նպատակները հասկանաս իմ նպատակները դու մեջը չկաս բայց դու պետք է կատարես այն ինչ կա այստեղ չէ ոչ թե կատարելու խնդիր չունի ինքը ասում է մենք տես ինչ ենք ու ինչ ենք դառնում եթե նա չգիտեմ կարդացել է այս գիրքը թե չի կարդացել կառաջարկեմ ինքը սա ընթերցի կառաջարկեմ ու թուրքական գաղափարախոսությունը օսմանական այդ գաղափարախոսությունը սա գալի մտնում է դառնում է հասկանալի ու սա ոնց որ դրա հաստատումն է դե փաստորեն եթե Նիկոլ Փաշինյանը պետք է կատարի թուրքական օրակարգ ուրեմն այո նա պետք է կարդա այդ գիրքը այդ օրակարգը իրականացնելու համար շատ ցավալի փաստի հետ մենք գործ ունենք Արմեն ջան չեմ ուզում սենց ինչ որ հա մենք բացասականից խոսենք հասկանալի է բայց լավ բաները հետևյալն է մենք հասկանում ենք որ այս իշխանությունը չի լինելու այս իշխանությունը չի հասցնելու ստորագրի այս խաղաղության պայմանագիրը չի հասցնելու այս իշխանությունը ուզում է մի քիչ էլ ձգի իր աթոռին նստել գիտեք մեր ժողովրդին ասում են խիչի հելնում քնած է եւ այլն ուրեմն մեր ժողովրդին երևի թե շատերը չեն ճանաչում հարվածը լինելուն է այնպիսին ու շատ անսպասելի մեր ժողովրդի կողմից հա ես շեշտում եմ ու շատ հնարավոր է շատ դաժան պարզ ասում եմ ես մի քանի անգամ իրեն ասել եմ փասապուսի թավակի գնա ինքը զորով գնում է իր գլուխը դնում է գիլյոտինայտը ես կուզեմ անդրադառնանք պարոն գեներալ հետևյալ հարցին հա ֆիզիկական հոգեբանական լրջագույն տառապանքի մեջ են հայ գերիները բոլորը մասնավորաբար կուզեմ նաև անդրադառնալ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ կատարվող այսօրվա այս կեղծ դատավարությանը եւ երբ նրանց նկարները մենք նայում ենք արդեն ամբողջությամբ պարզ է թե ինչ տանջանքների ինչ կտանքների է ենթարկում հայ ղեկավարները թուրքական ադրբեջանական բանդում հիմա ես ուզում եմ հետեւյալ հարցը տալ դե Բաքուն նրանց դատում է որպես տերորիստների Ինչ է ըստ ձեզ անում Հայաստանը օրինակ ինչու հայկական կողմը դիվանագիտական անհրաժեշտ բոլոր հարթակները չի օգտագործում հակափաստարկ ներկայացնելու որ այս մարդիկ հանցագործներ չեն տերորիստներ չեն ինչու հստակ փաստարկներ չի ներկայացում աշխարհով մեկ որ ընթանում է Բաքվում կեղծ դատավարություն Եվ առհասարակ ինչու չի ներկայացում հստակ այդ որպես փաթեթ, հա, ծանրակշիռ փաթեթ միջազգային կառույցների արչև չի դրվում հետևյալ առումով, որ այնինչ տեղի է ունենում Բաքվում, դա ընդհանրապես հակահայկական այն մեծ քաղաքականության կամ ադրբեջանա-թուրքական տանդեմի հստակ ծրագրի մի բաղադրիչն են։ Ինչու այս ուղղություններով Հայաստանի իշխանությունը կոնկրետ քայլեր չի անում։ Դուք ունեք ի վերջո այս հարցի պատասխանը։ Վերջերս Հայաստանում մի քանի ցույցեր եղան։ Կառավարության շենքի մոտ էին մարդիկ գնում, միջազգային տարբեր կառույցների գրասենյակների մոտ։ Հարցը ուղղվում է այսօր հստակ օրինակ Նիկոլ Փաշինյանին։ Ինչու։ Ինչպես հասկանալ ձեր լռությունը։ Իդեպ պատասխանն ասեմ ինչ են ասում։ Եթե խոսենք կվնասենք գերիներին։ Դուք այս տրամաբանությունը հասկանում եք։ Ուրեմն ինքը շատ սուտ է խոսում, որտեղ արդեն էլ վնասելու տեղ չկա։ Պարզ ասեմ, եթե խոսքը գնում է գերիների մասին, որոնց այսօր դատում են։ Էլ ինչու վնասի։ Բայց ակնհայտ սուտ է խոսում։ Բացի դրանից, մենք եկեք չմոռանանք, որ բացի այսօրվա դատվող գերիներից կան մարդիկ հասարակ Հայաստանի քաղաքացիներ, որ այդ թվում ընդեր գերավարության մեջ են, որոնց նույնիսկ չեն դատում։
Այո։ Այս ղեկավարները մեր երկրի Արցախի ղեկավարները, որ այսօր դատում են, այդ մարդկանց գոնե տեսնում ենք։ Գոնե ինչ որ տեղ կարողանում ենք վերահսկել։ Այնց է դատի շնորհիվ, որ տեսեք ասում ենք, չէ, արտաքին տեսքը, կապտակները, ասենք այնտեղ չգիտեմ, այդ Բակո Սահակյանին ցույց տվեցին ատամնաշարը մրցությամբ հեռացված ջարդած ատամներով կամ չգիտեմ, բայց գոնե տեսնում ենք։ Գերավարությունը երբեք երևի մենակ որ կարդում ես թագավորների ժամանակ ա եղել, որ մի թագավորին գերի է բանալ է, տարա իր պալատում ապահե, որտեղ նա թագավոր է։ Ցավոք սրտի դա այդ ամեն հարաբերությունները մնացել են անցյալում։ Եվ երբևիցե բնորոշ չեն եղել, բնորոշ չեն եղել Թուրքին։ Պարզ ասեմ։ Նման պահվածք։ Ցավոք սրտի եմ ասում։ Չեմ վիրավորում, բայց այդպես է։ Հա, իրենց գործելավոճն է։ Իրենց գործելավոճը այդպիսին է եղել։ Կապված մեր երկրի ղեկավարությամբ է պատասխանը իսկ դուք հարց տալուց պատասխանը գիտեք քիչ զբաղվում ինքը մեր դուք երբեմն ակնարկել եք հա քիչ զբաղվում ես մի քանի անգամ այդ թեմայով խոսել եմ Արմինե դա եկեք չկրկնեմ ես ուղղակի ավելացրեցի այն մասը որ չեմ ասել ու կարծում եմ որ միևնույն է ապագան բերելու է նրան որ ադրբեջանցիները լինելու են նույն վիճակում եթե այս փաստաթուղթը ստորագրվեց որտեղ հայ ժողովուրդը դա Նիկոլ Փաշինյան չի եւ այդ դեպքում ես կուզեմ հետեւյալ հարցը տալ գերիների հետ կապված կենտրոնում պահելով Ռուբեն Վարդանյանի հետ կապդարվածը իդեպ 3 դադարեցրել է արդեն Վարդանյանը իր հացադուլը որովհետեւ 23 օր եւ այս ընթացքում նա մի շարք ուղերձներ հղեց պարոն Կարապետյան կուզեմ անդրադառնալ բավական ինձ համար կարևոր ուղերձներից մեկին նրա որտեղ նա ասում էր դատում են ոչ թե ինձ այլ հայ ժողովրդին եւ Հայաստանին եւ ողբերգությունը եթե մենք չգիտակցենք դա Ինձ համար հետաքրքիր է, դե չգիտեմ ինչ մասով Հայաստանի իշխանությունը գիտակցում է դա թե ոչ, որ դատվում է Բաքվում Հայաստանն ու հայ ժողովուրդը, բայց մենք բոլորս հայ ժողովուրդը, անհատները գիտակցում են թե ի վերջո ինչ զարուրելի բան է կատարվում, թե մենք այսպես ընկած ենք այս թափի տակ, այս ինչպես թափանին վտանում է մեզ զարգացումները մեզ իրար հետևից տանում են եւ մենք չենք հասկանում ինչ է տեղի ունենում։ Հայաստանն է ի վերջո դատվում, մենք բոլորս հայ ժողովուրդն էլ դա գիտակցում է երբեմն ինձ թվում է չկա այդ խորքային գիտակցումը պարոն Կարապետյան Գիտեք մեր ժողովուրդը դարեր շարունակ ենթարկվել է ճնշումների հա թե ֆիզիկապես թե հոգեպես ճնշումների եւ մենք սովոր ենք այսպես դիմանալ դա չի նշանակում որ մենք չենք հասկանում Ես սրանից կարծեմ երբ որ այդ դատավարությունը նոր էր սկսել ժամանակ ես ասացի որ նպատակը ոչ թե դատել Ռուբեն Վարդանյանին կամ մյուսներին այլ նպատակը ուսումնասիրել ամբողջ ժողովրդին ու ես նմանատիպ արտահայտություն արել կարծում եմ որ մեր հայ ժողովուրդը շատ լավ ամեն ինչ հասկանում խելոք ժողովուրդ է բայց հետևություն պիտի արվի այո եւ գիտեք sense մեր ժողովուրդը մի քիչ ասում հետաքրքիր է ասես կարա դիմանա ճնշումներին բայց երբ որ ոտքի է կանգնում ու մեկ է սարդարապատ է լինում հա այո ու երբ որ ոտքի է կանգնում ամեն ինչ սրբում է այս ճանապարհին եւ հետաքրքիրն է նա որ ինչքան մեզ փորձել են ինչքան շատ ճնշեն եղերնին օրինակ հա դե դրանից են կողմ եղերնի անել, ֆիզիկապես ոչնչացնել, հոգեպես ճնշել, չէ՞ որ դա մեծ հոգեկան էլ ճնշում էր, ահա, ավելի մեծ քան նույնիսկ ֆիզիկական ոչնչացում։ Բայց դա չխանգարեց, որ մեր պապերը սարքեն պետություն, չխանգարեց, որ ամբողջ աշխարհում հարուստների
շարքում լինեն ամենամեծ ահարուսների շարքում լինեն հայեր, չխանգարեց, որ աշխարհում հզոր գիտնականների շարքում լինեն հայեր, չխանգարեց, որ աշխարհում հզոր արվեստագետների մեջ լինեն հայեր, չխանգարեց, որ հայով ճանաչեն Ֆրանսիան, հասկանում եք, չխանգարեց, որ հայը փրկի Ֆրանսիան լինելով պարտիզանական Իսակ Մանուշյան եւ իր շնորհիվ Ֆրանսիան նստեց հաղթողների բանակցությունների ժամանակ այնքան գեներալ Դեգոլի պատճառով չէ, ինչքան այդ մարդու շնորհիվ, որ Ֆրանսիան նստեց հաղթողների կողմը, ոչ թե պարտվողների կողմը։ Չխանգարեց, որ գեներալների մեջ ամբողջ աշխարհով մեկ ամենապատվավոր գեներալները լինեն հայեր, ծովայինները, ծովակալները լինեն հայեր, մարշալները լինեն հայեր։ Դրա համար եմ ես ասում, գալու է ապագան, եթե սա ստորագրվեց, ուրեմն ապագայում մենք տեսնելու ենք նոր պատերազմ եւ այդ դեպքում ամեն ինչ լինելու է հակառակը։ Իրանց ղեկավարներն են նստելու դատարանում։ Մեր ղեկավարի հետ միասին, տարբերություն մենակ դա է լինելու, իրար կողք։ Ու պատասխան են տալու, ինչից են եղավ, որ էլի երկու ժողովուրդ իրար սկսեցին սպանել։ Այդ երկուսով։ Ասեմ ինչա լինել։ Ինչ ասել եմ եղել է, կարակ վերցնեք, այս վերջին 2 տարվա բոլոր ինտերվյուներում ես ինչ ասել եմ, միջև է չեղել։ Այս երկուսը նստելու են մի դատարանում դատվեն։ Չեմ վիրավորում, ոչ նրան, ոչ նրան։ Տեսեք, ասում եմ, Ալիո շատ խելոք մարդ է, մերը չէ։ Եթե մեր ուզում է վիրավորի, թող վիրավորի։ Կարա գնա դատի տա, որ ինքը խելոք մարդ է։ Դե ձեր խոսքը վերաբերում է արդար վճռին, արդար դատաստանին, եւ ես կարծում եմ մեր ժողովուրդը կշտկի մեջքը կգա այդ օրը։ Այդ երկուսին, երբ որ մենք դնենք մի դատարանով դատենք, այդ ժամանակ այս երկու ժողովուրդ կբարձրեն իրար հետ հավերժ։ Հետաքրքիր դիտարկում էր։ Պարոն Կարապետյան, զենքի հետ կապված ուզում եմ ձեզ հետեւյալ հարցը տալ։ Այս իշխանությունը ասում է, եթե մենք օրինակ չհրաժարվենք մեր ազգային խորհրդանիշերից եւ մեջտեղ է բերում օրինակ Արարատ լեռի, հա, խորհրդանիշը մեր, որը կա մեր զինանշանի վրա, ասում է, ապա մեզ զենք չեն վաճառի։ Իսկ եթե հանկարծ որոշեն վաճառել, ժանգուտ զենքեր են վաճառելու, որպես տասնամյակներ ռազմական ոլորտում հայտնի մարդ, հայտնի գեներալ անձնավորություն։ Ինձ համար շատ հետաքրքիր է։ Հիմա դուք փոխանցեք, խնդրում եմ հետեւյալ տեղեկատվությունը, հետեւյալ հարցի հետ կապված։ Անցած 30 եւ ավել տարիների ընթացքում եղել է այդպիսի մի դեպք մեր դաշնակցի հետ կապված նաեւ, եթե որ Հայաստանից գնան զենք գնելու, հա, վաճառքի խնդիր բարձրացնեն եւ ասեն չենք տարից մինչեւ Արարատը չհանեք ձեր զինանշանից, չհրաժարվեք ձեր այլ, հա, խորհրդանիշերից ազգային, այ հրաժարվեք, թե չենք տա։ Ընդհանրապես այս խոսակցությունը ինչ է։ Ինչու է մեջտեղ վերվում նման բան։ Ես ասել եմ, ինքը միշտ դա իմ բառն է, կռուտի տալի։ Հա, ինքը միշտ։ Հիմա եթե այս պայմանագիրը ստորագրում է, որով ինքը պարտավորվում է զենք չառնել։ Հիմա հարց եմ տալի, Արարատը ստե ինչ կապ ունի։ Ինչ է այդ Արարատի մասին, որ խոսում էր, դրանից առաջ ինքը տեղյակ չէր, որ ես պետք է գնա սա ստորագրի։ Այդ կարող ասենք կներեք հասարակ մարդը չհասկանար։ Բայց ինքը թե հո գիտեր։ Բացի դրանից ես 10 տարի ղեկավարել եմ հետախուզությունը զինված ուժերի եւ միշտ էլ մեր դիտարկման դաշտում է եղել մեր կողմից զենքի գնումների եւ բանակցությունները եւ ասենք ներմուծումը եւ այլ ասեմ երբևիցե Հայաստանի Հանրապետությունը զենք ձեռք բերելու խնդիր չի ունեցել։ Կարող եմ ես
Ֆրանսիան չի ծախել, բայց դա Արարատի պատճառով չէ, գիտեք, այդ հայտնի որոշումը, քանի որ հակամարտություն կար։ Այո։ Արցախյան հակամարտություն, Ամերիկա Միացյալ Նահանգներն էլ այնտեղ սահմանափակումներ մտցրեց եւ այլ, բայց դա վերաբերում է ոչ միայն մեզ, հայտվում Ադրբեջանին էր վերաբերում։ Դե Ադրբեջանը ինչ պետք է ասի Իրանը, չի որ այդ բանաձևը փոխեն, այդ նույն լոգիկայով եթե գնանք։ Այս մարդ սուտասան մարդ է։ Խափեբա մարդ։ Ասում են բանը նոր Հայաստան ոնց ասում այդ գաղափարախոսությունը։ Իրական Հայաստան։ Իրական Հայաստան 14 կետ է բերել, 14-ից 8 կետը Ադրբեջանի պահանջն է, այն մնացածը Թուրքիայի պահանջը։ Եվ դա դառնում է գաղափարախոսություն։ Դա մեզի ուզում է կպցնի որպես գաղափարախոս, չի ստացվելու։ Չի ստացվելու։ Ինքը գնալով իր ապագան ոչնչացնում է։ Հաջորդ իշխանությունը, գիտեք, խնդիր չի ունենալու Իրան դատի կամ չդատի։ Հաջորդ իշխանությունը Հայաստանի միակ խնդիր է ունենալու։ Անենց անի, որ իրան կներեք չսատկացնեն։ Որտև հայկական պետությունը ցանկացած քաղաքացու իր համար պատասխանատու է։ Նույնիսկ եթե այդ քաղաքացին հանցագործ է։ Խնդիր է ունենալու, որտե են տանելու պահեն դրան։ Բանտում մի ժամ չի մնա։ Փախնելու է գնա Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մի ժամ չի մնա։ Թող երկրի անունը տա։ Թուրքիա։ Արդեն բոլորը հավատացնում եմ թուրքերը իրանք են իրան սատկացնելու։ Ու բերեն հանձնեն հայերին։ Ես դա հավատացնում եմ։ Երբևիցե մենք ինչ էլ մտածենք թուրք ժողովրդի մասին, մենք մի բան պետք է իմանանք։ Երբևիցե թուրք սուլտանները դավաճանին չեն ընդունել։ Թուրքերը կներեք, պետք է ճիշտն ասենք։ Դուխով նորմալ, այն որ ինքը կպցրեման էր, թուրքերի մեծամասնությունը բավականին բան ժողովուրդ են։ Դե կա գիտակցումը դավաճանը կդավաճանի նաև իրենց։ Հիշեք, միշտ եղել է դա իրենցից է սկսել, չէ՞։ Որ եթե դու դավաճանել ես քո իշխանին, դու ինձ երբեք չես կարա ծառայես ու գլուխները կտրել են։ Նույնը լինելու է իր հետ, երբ որ նա փախավ գնաց Թուրքիա։ Ոնց հասկանում եմ միակ տեղը, ապահով տեղը Հայաստանն է, Հայաստանի իրավական միակ ապահով տեղը իրոք կարա լինի Հայաստանը, բայց ինքը գնալով Հայաստանի ապագա իշխանության համար ինքը ստեղծում է մեծ խնդիրներ իր ֆիզիկական անվտանգությունը պահպանելու առումով։ Ռուսաստան, Իրան արդեն իսկ կազմավորված ռազմաքաղաքական դաշինքին Հայաստանի միավորման, միանալու կարևորության խնդիրն եք դուք բարձրաձայնել եւ քանիցս ես էլ իմ հարցազրույցներում ձեր այդ հայտարարությունը հանրայնացրել եմ եւ նկատել եմ, որ իսկապես դա շատ լավ է ընդունվում մեր քաղաքական դաշտի կողմից։ Հիմա տեսեք ինչ են ասում Իրանի իշխանական, վերլուծական շրջանակները, որոնք ուղղակիորեն հենց իշխանության մեսիջներն են մեզ հասցնում, հա, տեսեք ասում են, եթե ուզում եք, որ Սյունիքի հայաթափման պլանը ձախողվի, ուրեմն պետք է Հայաստանը ռազմական դաշինք ստորագրի Իրանի հետ։ Ընդհանուր միջև ասվում է ռազմաբազա Սյունիքում ստեղծելու մասին։ Ինչ կասեք այս առնչությամբ, գիտեմ, որ Արմեն ջան, հստակ դիրքորոշում ունեք այս հարցում։ Ռուսաստան, Իրան այդ ռազմավարական պայմանագիրը ստորագրելը, ես դրանից երևի մի կես տարի առաջ ասել եմ Ռուսաստան, Հայաստան, Իրան, հա, ռազմավարական պայմանագիր ստորագրելու կապակցությամբ, անհրաժեշտությամբ, որ ստեղծենք ռեգիոնալ, այդ թվում ռազմական դաշինք, որտեղ միայն ռեգիոնալ ռազմական դաշինքը կարա ապահովի Հայաստանի անվտանգությունը։ Միևնույն ժամանակ պահպանելով մեր ներկայությունը հապկում եւ Ռուսաստանի հետ առանձին երկկողմանի պայմանագիր ռազմական ունենալ, այդ թվում կարանք ռազմական պայմանագիր ունենանք Իրանի հետ։ Եթե իմիջիալոց ռուսերեն բան ես անում, հա, Ռոսիա, Արմենիա, Իրան,
Նմա ռայ։ Հա, դրախտ։ Ուզում եմ ասեմ, որ այդ դաշինքը կարևորագույն անվտանգային համակարգ կրա հանդիսանա Հայաստանի եւ հայ ազգի համար։ Եվ չեմ ուզում ասեմ անհրաժեշտության կամ կադրը անհրաժեշտությունը ռազմաբազա իրանական ստեղծել եւ այլ։ Մեր Հայաստանի Հանրապետությունում կա 102-րդ բազան, որի արկայությունը ինձ թվում է բավարար է Սյունիքը պաշտպանելու համար, պետք չի որ ասենք այդ բազան գտնվի Սյունիքում։ Այսպես ասեմ, ինչ տարբերություն ժամանակից տեխնիկական հնարավորությունների պարագայում տարածությունը այդքան արդեն կարևոր չի, բայց 102-րդ բազան պետք է ուժեղացնել, բերել հասցնել բավականին որակական եւ քանակական բարձր մակարդակի։ Պետք է զարգացնել սեփական, ռազմական հնարավորություններ, որտեղ ես միշտ ասել եմ, մեր տեղ ոչ մեկ չի կռվել։ Միջև մենք չկրակենք, ում ուզում ես մեր կողքդ կանգնացրու։ Ոչ մեկ մի քայլ չեն անի, հա։ Դրա համար զարգացնելու համար մեզ պետք է Պարսկաստանը, որտեղ այդ դեպքում մենք տեխնիկական մեծ հնարավորություններ կունենանք ռազմական արտադրության ոլորտում Իրանի հետ ստեղծելով համատեղ ձեռնարկություններ, որտեղ Հայաստանը պետք է արտադրի, ոչ թե պետք է գնի զենք մենակ, այդ թվում պետք է արտադրի ժամանակակից զենքեր։ Այո։ Եվ չմոռանանք, որ Հայաստանը սովետական միության ժամանակ զբաղեցրել է առաջի տեղը սովետական միությունում գիտության ոլորտում ռազմական այդ գիտական աշխատանքների ուղղությամբ տեսեք ինչ եմ ասում, առաջի տեղն ենք զբաղացրել։ Եվ մենք այսօր խնդիր ունենք զենք ստեղծելու, բոլոր սովետական միության զենքի համարյա բոլոր այդ լուրջ զենքերի մշակման մեջ հայեր են եղել։ Ինժեներական սաստավի մեջ եղել են հայեր այդ կազմի մեջ։ Եվ մենք լուրջ արտադրություն ենք ունեցել, մենք գիտական լուրջ պրոդուկտ ենք տվել։ Եթե սովետական միության ժամանակ Հայաստանում աշխատուժի քանակը ուրեմն մոտավորապես 1.300.000 քանիս էր աշխատող մարդկանց։ Դրանցից 900,000-ը աշխատում էին գիտական ոլորտում։ Ոնց է ձեր համար։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Ինչ խնդիր ունենք։ Ես դա եմ ասում։ Ադրբեջանը նման բարոյական ապագա չունի։ Ես ուզում եմ մեր ժողովուրդը սա անպայման լսի ու ամեն ինչ գալու է կանգնի իր տեղը։ Հայը ունենալու է իր տեղը, թուրքը ունենալու է իր տեղը, եւ այդ տեղերը ֆիքսված են լինելու համապատասխան ձևով եւ անձեռնխելի են լինելու մի քանի սերունդներ։ Մենք դա ենք անել։ Սա ինչ որ ինքը նկարում է, էս էլ է նկարում, ոնց որ քրեական գործերն է նկարում, հենց էս պայմանագիրն է նկարում։ Անլուրջ դավաճան մարդու, որը սովոր չի պայքարել։ Իրեք, երբ որ ես սովորում էի ռազմական ուսումնարանում, զբաղվում էինք ձեռնամարտով, տենց պարապմունքներ կար, զբաղվում էինք զինվորական սպան, պետք է ձեռնամարտ իմանար։ Մեզի դե ես փոքր, ասենք, այդքան բարձր հասակ չէ,
Այն ժամանակ էլ նիհար էի։ Ինձ գցում էին, ասենք, միշտ մի հաղթանդամիտ են։ Երբ որ ասենց մի օր հարց տվեցի մեր այդ ինստրուկտորին, ասեցի, կներեք էլի, ինչ եք ինձ միշտ բերում դնում, իրեք գլուխն ինձնից մեծ է։ Ասեց, сынок, когда будешь на поле боя, там по росту выбирать не будут. Միտքը հասկացաք, չէ՞։ Հիմա գիտեք, թող մեզ հասակով եւ քանակով չչափեն։ Փոքրենք, բայց հզորը մեր ներուժը։ Ասում եմ, թող մեզ քանակով չփակի, վիճելոց ասեմ, վերջին ես հաղթում էի այդ հաղթանդը։ Ուզում ասեմ, ճիշտ է, սկզբից ծեծ էի ուտում։ Այդ պարապմունքների ժամանակ, բայց ի վերջո արդեն սկսել էի հաղթել։ Դրաման եմ ասում, թող մեզ ռազմերով չչափեն են, սա հենց են տեղն է, ասում եք, ռազմերն իչուն իրի շետ։ Դե հետաքրքիր օրինակ բերեցիք, բայց ես թույլ տվեք մեր հարցազրույցն այսօրվա ավարտենք, ամեն դեպքում ներքաղաքական զարգացումները չենք կարող անտեսել պարոն Կարապետյան, որովհետև Հայաստանը ուղղակիորեն խրվել է արդեն այդ նախընտրական գործընթացների մեջ եւ արժեվում Գյումրիի ավականու ընտրություններ են, բոլորի մոտ կային վստահ համոզմունքը, որ սա լակմուսի թուղթ է լինելու 2026-ին ընթരാճ, արդեն համապետական ընտրություններին ընթരാճ, այստեղ մենք տեսնում ենք ինչքան ակտիվ է ԿՊ-ն, Փաշինյանը անձամբ է գնում, անձամբ է քարոզում այնտեղ իր քաղաքապետի թեկնածուին, ամեն ինչ պիտի անենք, հրահանգ է տալիս, որ պիտի հաղթենք եւ այլն, այսպիսի իրավիճակ է Հայաստանում եւ հիմա ուզում հետաքրքիր է ձեր կարծիքը իմանալ, չի կարծում հնարավորություն մենք կունենանք ընտրություններով դա կլինի կարծում եմ ոչ արտահերթ, որտեղ արդեն խոսում են որ հերթականն է լինելու 26-ին ընտրություններով ազատվել Փաշինյանից, Փաշինյանիզմից իր ամբողջ այս թիմից, որտեղ մենակ ինքը չէ, իր հետ պիտի գնա իր ամբողջ թիմը եւ այս աղբը պիտի մաքրվի մեր երկրից։ Հնարավոր է ընտրություններով հասնել դրան եւ որպես միանգամից տամ հարցս եւ սպասեմ ձեր ընդհանուր պատասխանին, ինչ դերակատարում կստանձնի ձեր շարժումը եւ մասնավորաբար համահայկական ճակատ կուսակցությունը, որովհետեւ վերջին օրերին համախմբման հետաքրքիր գործընթաց է սկսվել, համահայկական ազգային միասնության խորհուրդ ստեղծեցիք, տարբեր քաղաքական ուժեր արդեն նկատվում է, որ միանում են, այսպես հա մագնիսի պես միավորման ինչ-որ այսպեսի process կա։ Դուք ինչ ձևաչափ եք նախընտրել, ինչպես կմասնակցեք, թե դեռ որոշակի չի որոշակիացել դեռ փոքր ինչ բացեք շրջանակները, խնդրեմ։ Օրեն ջան, այսօր այդ ձեր ասած ձեր կողմից նշված խորհրդի ժողովն է լինելու երեկոյան։ Մենք ես երեք կարծեմ Համլետ Ղուշյանի հետ հարցազրույցի ժամանակ ես այնտեղ ասացի, որ մեր դիրքորոշումը այդ խորհրդում վերջնականապես մենք քննարկենք եւ մենք աջակցելու ենք տեխնացուներից մեկին, որի մասին մենք կասենք եւ մոտակա ժամանակները միջոցառում կանցկացնենք եւ Գյումրիում աջակցության մենք անուղղակիորեն որոշեցինք առանձին չմասնակցենք այն պատճառով, որ մեր նպատակները կապված է ավելի գլոբալ հարցերի հետ եւ չեմ կարծում, որ Գյումրիում ինչ-որ քաղաքապետ այս կողմից կամ այն կողմից ընտրվողը ինչ-որ դա բացի հոգեկան ինչ-որ բավարարությունից, չգիտեմ, սոցիալական ինչ-որ տենց քեզ համար հաստատումից ինչ-որ բան կփոխի երկրի մասշտաբում, ով էլ լինի այդ Գյումրիի ղեկավարը։ Նիկոլ Փաշինյանին պետք է որ իր մարդը լինի անունից ԿՊ-ական մի տեխնացություն չգտավ գնաց ինչ-որ մարդ բերեց, որ չեմ ճանաչում, գնահատական չեմ ուզում տան, ուսումնասիրելով եթե այդպես պետք է վարվի Նիկոլ Փաշինյանը ինքը իրանով իր իշխանությունը հենա կորցնելու է, եթե ինքը մտածում է որ այդ մարդը դարավ քաղաքապետ
ու իր արևով երթվելու է մենակ նրա համար, որ այսօր ԿՊ-ն իր կողքին կանգնի, ինքը շատ պիս սխալվում է։ Դա իշխանության կորցնելու ձև է։ Հիմա ինքը ինչ էլ անի, ինքը արդեն պարտվել է Գյումրի իրականությունը դա է, որտեղ այդ մարդը նորից ընկնում ԿՊ-ի հետ ոչ մի կապ չունի։ Ոնց որ ասենք այնտեղ, չգիտեմ, էլ ինչ-որ կուսակցություն կա, որ գնացել է ինչ-որ անհատի այդ բանի հետ կապված մարդանտրեր, աջակցում է իրան, օպոզիցիոն դաշտից, հա։ Ու եթե այդ մարդը հաղթեց, դա չի որ կուսակցությունը իրան պետք է։ Որտեղ կուսակցությունը ոչինչ չի արել։ Միտքս հասկանում եք, չէ՞։ Բայց Նիկոլ Փաշինյանը Գյումրիում արդեն պարտվել է։ Նույնիսկ եթե իր այսօրվա առաջադրվող տեխնացուն, ասենք հաղթի եւ գա դառնա Գյումրիի քաղաքապետ։ Ինչ կապ ունի նա Նիկոլ Փաշինյանի հետ։ Ու Նիկոլ Փաշինյանը որտե կարա նստի, ասի ինքը իր մարդն է։ Ուզում ասեմ, դա իմ գնահատականն է։ Արդեն նա հասկանում է, որ Գյումրին կորցրել է։ Դրա համար էլ պաշտոնակատար նշանակեց եւ այլ։ Իսկ իշխանությունը ինքը սկսել է վերցնել Գյումրուց։ Այո։ Քայլերով եկավ 18-ին Գյումրի։ Ընտրություններով Հայաստանի Հանրապետությունում երբևիցե իշխանություն չի փոխվել։ Նույն այդ 18 թվականին։ Այո։ 18 թվականին Սերժ Սարգսյանին ընտրություն արեց եւ ինքը հաղթեց։ Ըստ իր անցավ մի ամիս իրան գցեցին, նորից ընտրություն արեցին, Նիկոլ Փաշինյանը ընտրվեց, բայց այդ process-ը 2 ամսվա կտրվածքով գնաց, 2 ընտրություն, եւ հասուն մենք հասկացանք, Սերժ Սարգսյանին գցելուց հետո, դες էլի ընտրությունը հարց չլուծեց։ Դες իշխանավորը արդեն հեռացված էր։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Իշխանավորը հեռացված էր։ Այ եթե Նիկոլ Փաշինյանի դուխը հերիքի բոլոր քաղաքական գործիչների վրա հետապնդումները դադարեցնի։ Ինքը իր ԿՊ-ով, օրինակ, այսօր հրաժարական տա, նշանակի ժամանակավոր, ոչ թե նշանակի մենք բոլորս հավաքվենք, ընտրենք ժամանակավոր կառավարություն, ու այդ ժամանակավոր կառավարությունը նշանակի ընտրություններ, ու Նիկոլ Փաշինյանը հաղթի, այդ ժամանակ ես կասեմ, որ ինքը ազնիվ հաղթել է։ Հայաստանի Հանրապետություններում երբեք ընտրությունները հարց չի լուծում։ Ես նույնիսկ դրանից չեմ վախում։ Ես վախում եմ նրանից, որ հանրաքվեի ժամանակ կեղծումներ կարող են կլինեն կեղծումներ, չնայած նրան, որ դա դուք հասկանում եք ինչ հանցագործություն է, բայց քանի որ այս ոչինչ չխանգարես, հա, այսօրվա գործող կեղծված ընտրություններով ընդունված սահմանադրությունը ընդունվի եւ միջև այսօր մենք այդ սահմանադրությունով ապրում ենք, ինչի պետք է խանգարի, եթե մյուս կեղծեն։ Ցավոք սրտի մենք նորից եմ ասում, մենք ունենք շատ ստրատեգիական խնդիր, գլոբալ խնդիր։ Հասկանում եք։ Ինքը կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարում ազգային նպատակ։ Ու մեր ազգի մի մասը այդ գտնում որ դա նպատակ է։ Նպատակը ո՞րն է։ Սիմոն Սիմոնյանից իր ջիպը առնել է, դա ազգային նպատակ է։ Ազգային նպատակը ինչ որ մեկի բնակարանը ձեռից առնել է։ Դա ո՞ս կարա լինի ազգային նպատակ։ Ասենք թե ինքը հենց հանցագործ է։ Դա process-ը դա մեթոդ է։ Դե կարծես այդ մեթոդը նորից մեջտեղ է գալիս այս ընտրությունների ընթացքում լսում եք չէ հատիկ-հատիկ հետ վերելու մասին։ Հատիկ չեմ ուզում շարունակել։ Իսկ արտահերտ ընտրություններ հնարավոր են, որտեղ երբեմն դուք ասում եք, որ մինչև 26-ը նա պետք է հեռանա։ Նա հեռանալու է, բայց նորից եմ ասում, ոչ արտահերտ ընտրություններով։ Ինքը այդքան դուխ չունի։ Հել դուս գասի ես հրաժարվում եմ։ Այդ որ ինքը ասում է մի քանի անգամ հրաժարվում, 21 թվին երբ որ ինքը հրաժարական տվեց այն ժամանակ ինքը վստահ էր որ ինքը կընտրվի որտեղ դաշտում մնացել էին հիները եւ ինքը ուրիշ քաղաքական գործիչ չկա այսօր այդ վիճակը չի այսօր
քաղաքական դաշտը փոխվել ինքը հասկանում։ Գնաց ոչ իներն են անում, ոչ ինքն անել։ Դրա համար ինքը հիներին ա բերում։ Եթե նկատել եք իր խոսակցությունների ժամանակ ինքը իրանց է բանա, իրանց հետ ինչ բանավաճես։ Ինչ բանավաճես։ Թող գնա գերեզմանոց մեռելների հետ բանավիճ։ Չեմ վիրավորում ոչ մեկին, քաղաքական տեսակետից եմ ասում։ Նույն հաջողությամբ կարա գնա, ասում գերեզմանոց, նստի մի հատ մեռելի արձանի դեմ ու սկսի հետը բանավիճել։ Այսինքն քաղաքական այլընտրանքը կա։ Իհարկե կա։ Իհարկե կա։ Բայց ինքը նորից եմ ասում, ընտրություններով չգնալու։ Այ ես միշտ ասել եմ։ Ես ասել եմ 2 տարվա մեջ, որ սաղ ասում են արտահերթ ընտրություններ անելու, ընդ ինչ որ շարժում կար։ Հենց հա, չէ, հետո սրբազան շարժում եղավ։ Ես որ ասեցի շարժումը որ նոր սկսել էր, ես ասեցի որ հենց Թաուշից հելամ սկսին գալ Երևան, հենց Թաուշից սկսին գալ Երևան, ես ասեցի ոչինչ չի լինել։ Թաուշի հողերը հանձնեցին, սուս մնացին։ Դե թող մի հատ հելնի խոսա։ Հելա Թաուշից հելավ եկավ հասավ Երևան։ Ինչ արեց։ Ինչ արեց։ Բացի նրանից, որ ժողովրդին խաբեցին, որտեղ նույն հիներն էին կազմակերպել այդ ամեն ինչ, մենք սա հասկանում ենք։ Ինձնից էլ նեղացան, բայց ես ասեցի իմ աջակցությունը, բայց անցել է համարյա մի տարի, ես նոր ասում եմ, ոչինչի չի բերել, ով ինչ ճանաչում է, դա ինքը դա լսել է։ Ու կներեք, ես մի անգամ էլ եմ ասել, հիմա էլ եմ ասել, ես համաձայն չեմ, որ մեր երկրի ղեկավարը լինի ժուրնալիստ։ Ես համաձայն չեմ, որ մեր երկրի ղեկավարը լինի տերտեր։ Ես համաձայն չեմ, որ մեր երկրի ղեկավարը լինի անգրագետ մարդ։ Ես համաձայն չեմ, որ մեր երկրի ղեկավարը լինի, չգիտեմ, ընդ գալու բոյ ես ինչեր։ Համաձայն չեմ։ Ով պիտի լինի մեր երկրի ղեկավարը։ Մեր երկրի ղեկավարը պետք է լինի մարդ, որը ունի անցյալ, մեր դեպքում զինվորական անցյալ։ Ես հիմա չեմ ուզում նկարագրեմ, որ չմտածեն ինձ եմ նկարագրում։ Այսինքն իրավիճակը դա է պահանջում։ Իհարկե, պետք է լինի մարդ, որը աշխարհի կողմից հարգվում է, իսկ կարա հարգվի մի մարդ, որը պաշտպանում է իր ազգին։ Ոչ թե հելնում հայտարարում է, ասում է, ես որ քաղաքացին դուրս ես կապ չունեմ այդ քաղաքացին։ Բա որ այդ քաղաքացին փող ուղարկում է իր կներեք ծնողներին։ Դու խես այդ քաղաքացուց փողից վերցնում, եթե դու իր հետ կապ չունես։ Պարոն Կարապետյան, ես շնորհակալ եմ այս անկեղծ զրույցի համար, հետաքրքիր զրույցի եւ հետաքրքիր շեշտադրումներով ու կանխատեսումներով սպասենք զարգացումներին։ Իսկ ես վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, մենք հաղորդաշարներ եթերում ես հյուրընկալվել էի գեներալ-մայոր համահայկական ճակատ շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանին։ Լավ եղեք, կհանդիպենք